Աշտարակ համայնքի ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է վերակառուցված մանկապարտեզում։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք։ Լավն է ձեր մանկապարտեզը։ Համով են ճաշերը։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք։ Հավեսով եք գալիս։ Ճաշերը համով են։ Այստեղ են համով թե տանը։ Այով չի Դե պրոբլեման, ես պատասխանեն, մի կեր պատասխանեն մամաների հետ։ Այս և պատասխանեն։ Բարև ձեզ երեխաներ։ Նիկոլ Փաշինյանն այնուհետև այցելել է Ապարան համայնքի Երնջատապ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որը ևս վերանորոգվել է։ Հիմա ինչ փորձ եք անում։ Անում ենք ջրածնի պերօքսիդի քայքայում, արդյունքում ստանում ենք ծծվածին և ջուր։ Փորձը կոչվում է փղի ատամի մածուկ, որովհետև այդպես որ փռուն բարձրանում հումորով այդպես ենք որսում փորձը։ Այսինքն արդյունքում ստանալու ենք ջուր և ծծվածին կազայում։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ եք, ոնց եք։ Օգտագործում եք լավ գործակները։ Հիմա ինչ հատերներ են։ Հիմա սա մագնիսական հոր է։ Լավ գործակերը։ Շատ։ Հավեսով եք անում, թե զարը այդքան լավ գործակեր, փակել, տանել։ Չէ, անում եմ իրանք էլ հենց փչանում են սա։ Շատ լավ։ Քանի աշակերտ կա դպրոցում։ 93 աշակերտ։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ, նստեք։ Բարև ձեզ։ Ինչ դասա։ Նստեք։ Անգլեր եք։ Բան լավ է, որ անգլեր են համապարակիչներով եւ այլն։ Ապա լավ է, ինտերնետի ծորում բարելավներ եւ այլն։ Պրոյեկտը։ Կենթանիների մասին ենք անում։ Հիմա ինչն ենք ինչն է նորը։ Նոր բանն եմ ուզում տենա։ Ես չեմ Նոր բան տեսնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդիկ համայնքում էր։ Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնված է 9 հեկտար ելակի եւ 1.4 հեկտար հատապտղի ջերմատուն։ Նիկոլ Փաշինյանը համտեսել է ջերմոցում աճեցված ելակն ու ծանոթացել մշակման նորարար մեթոդներին։ Հիմա քանի տոկոսն է ձեր արտադրանքի այս չափերի մոտավորապես։ Այդ չափերի այս պահին 30%-ը է։ Համով է շատ։ Փորձեք հարգել գործընկերներ։ Վարչապետն առաջարկել է նաև հատապտուղների արտահանումն ու տեղափոխությունը կազմակերպել օդային տարբերակով։ Այդտեղ էլ կարող ենք աջակցության ծրագիր անել, օդային տրանսպորտով արտահանումը ապահովելու համար, որովհետև դա արագ է, մասնավորապես ասենք այն ինչ որ շատ արագ է փչացող մոշա կանաչին է լինում, դե եթե մեր ջերմոցներում սկսել են կանաչի աճեցնել, այդ նշանակում է շուկայական առումով ձեռնտու է, այսինքն արտահանում են հիմնականում, այդ էլ կարող ենք մտածել։ Լավ փոխվարչապետ, պարոն Խուդացյան, մի հատ հələ հասկանանք էլ այդ բեռնափոխադրող ավիացիայի հատվածում մենք ինչ պլաններ ունենք, մեր ընկերությունները ինչ պլաններ ունեն։ Որովհետև այդտեղ կարծում եմ այդտեղ էլ կարանք աջակցության ծրագրեր անենք, գները բերենք ճիշտ մակարդակի, որ արտադրողներին ձեռնտու լինի։ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան քննարկման ընթացքում խոսել է ԱՊ տեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին, ընդգծելով արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը։ Բաղդասարյանը շեշտել է, որ վերջին շրջանում ԱՊ տեղեկատվական արշավների բնույթը էականորեն փոխվել է։ Եթե նախորդող ժամանակահատվածում կեղծ լուրերը ակնհայտ աբսուրդի ժանրից էին, հիմա նարատիվները, ինչպես նշեցի, որոշակիորեն իրական փաստերի վրա են
հենվում եւ շատ ակտիվ օգտագործվում է արհեստական բանականությունը։ Սա է պատճառը, որ մենք կանխատեսում ենք եւ առավել եւս կանխորոշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում արհեստական բանականության միջոցով ստեղծված որոշակի փաստաթղթերի, այսպես կոչված շակերտավոր արտահոս կլինեն նաեւ որոշակի գործողություններ, որոնք կնմանվեն իրականության, այսինքն արհեստական բանականության կողմից ստեղծված ձայն, վիդեո կոնտենտ, որը շատ նման կլինի իրական պատկերների։ Բաղդասարյանը հավելում է, որ այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով արդեն իրականացվել են օրենսդրական փոփոխություններ։ Դրան էր ուղղված, ինչպես գիտեք, վերջերս ազգային ժողովում օրենսդրական որոշակի փոփոխությունները, որոնք մատնշում են պահանջելու նախընտրական շրջանում արհեստական բանականության կողմից գեներացված նյութերի, որը նաև որոշակի տարբերակման հնարավորություն կտա։ Նրա խոսքով այս հարցում կարևոր դեր է ունեցել նաև միջազգային փորձը։ Տարբեր երկրների փորձը այս դեպքում մեզ օգնել է եւ մենք կարողացել ենք որոշակի կանխարգելող միջոցներ ստեղծել, որը լիահույս ենք, որ կօգնի։ Այս գործընթացում պատասխանատուները կարևորում են համատեղ պետական կառույցների, մեդիայի եւ հանրության ջանքերը տեղեկատվական դաշտը դարձնելով առավել անվտանգ, վստահելի եւ պատասխանատու։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Ապատեղեկատվության աճող ինտենսիվության ֆոնին այսօր ներկայացվել են կառավարության ուսումնասիրություններն առայն թե ինչպես ու ինչ գործիքներով են դրանք հայտնվում մեդիատիրույթ ու ինչպես են ազդում հանրային վստահության վրա։ Խնդրին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վերջինիս խոսքով ապատեղեկատվական եւ հիբրիդային սպառնալիքները նոր երևույթ չեն Հայաստանի համար։ Այս երևույթը մեզ համար նոր չէ, առերեսվել ենք դեռևս 21 թվականին, բայց ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական գործընթացների համատեքստում այս արշավները ուժգնանում են։ Ներկայացվել են վիճակագրական տվյալները, որոնք նախընտրական փուլում պատկերավոր խոսում են ապատեղեկատվության կտրուկ աճի մասին։ Եթե նախորդող 11 ամիսների ընթացքում մեր դիտարկումները արձանագրել էին շուրջ 72 դեպք, այսինքն դիտարկված ժամանակահատվածը նախորդ տարի մայիս ամսվա հատվածից սկսած, մինչև եթե դիտարկենք մարտի 15-ը, ֆիքսել ենք 72 դեպք։ Մարտի 15-ից ապրիլի 15-ի ժամանակահատվածում այդ դեպքերը ավելացել են 42-ով։ Այսինքն եթե 11 ամսվա ընթացքում 72 էր, իսկ 1 ամսվա ընթացքում 42, սա ցույց է տալիս, որ մեկ օրվա կտրվածքով մենք ունենում ենք 2, 3 կամ ավել թվով ապատեղեկատվական արշավներ, ինչը նաև փաստում է, որ արդեն նախընտրական բուն փուլում այս ինտենսիվությունը շարունակվելու է։ Թվային դաշտում շատ հաճախ է փոխվում ապատեղեկատվության տարածման մեթոդաբանությունը, դա նաև տեսանելի է այսօր։ Եթե նախկինում տարածվող ապատեղեկատվությունը բուն ստեղծված էր ինչ որ կեղծ լուրի եւ կեղծ թեզի մանիպուլատիվ տարածման շնորհիվ եւ որոշակի ամպլիֆայինգի արդյունքում, ապա մենք հիմա տեսնում ենք, որ տարածվող մանիպուլատիվ լուրերը իրենց հիմքում ունեն իրականության հետ որոշակի աղերս ունեցող փաստեր։ Այսինքն վերցնում են փաստ կամ իրողություն, դրա հետ կապում են կեղծ տեղեկատվություն, ստեղծում են պատումներ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ այո, 1-2 փաստ կարող է իրականության հետ խաչվել, եւ մնացած պատումը, որը ներկայացվում է տարբեր լրատվամիջոցների կողմից, այս դեպքում օտարալեզու, օտարածին լրատվամիջոցների կողմից չի կարող օբյեկտիվ պատկեր ստեղծել։ Ընդգծվել է, որ ապատեղեկատվական արշավների թիրախը ոչ թե առանձին անձինք են, այլ պետությունը եւ հանրային վստահությունը։ Իրականում ապատեղեկատվական արշավների թիրախում որևէ պաշտոնյա չէ, կամ որևէ հանրային գործիչ չէ, կամ որևէ կուսակցություն եւ առավել եւս իշխանությունները չեն։ Թիրախում պետությունն է եւ հանրային վստահությունը։ Նման գործընթացները հանգեցնում են ժողովրդավարական արժեքների եւ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության նվազեցմանը, նկատում է Նազելի Բաղդասարյանը։ Առավելապես հանրությունը շատ դեպքերում ապակողմնորոշվում է։ Խնդիրը մեր ժողովրդավարական արժեքների թիրախավորումն է, խնդիրը հանրային վստահությունն է, խնդիրը օրինակ գալիք ընտրությունների հանդեպ վստահության նվազումն է, որ մարդկանց մոտ ստեղծվի իրավիճակ, որ ընտրությունների ելքը կանխորոշված է եւ բնավ այն ժողովրդավարական ուղին, որը ընտրել է կառավարությունը, այդքան էլ նշանակություն չունի։ Եվ հանրային աղմուկը, երբ որ մարդը ամեն օր առերեսվում է ինչ որ կեղծ լուրի, կեղծ տեղեկատվության, կեղծ փաստերի, իրեն շեղում է իրականությունից։ Այս համատեքստում վարչապետի մամուլի քարտուղարը ընդգծել է պետական կառույցների տեղեկատվության պատասխանատուների դերի կարևորությունը։ Աստղիկ Խաչատրյան այսօր։
Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, խթանելով Հայաստանի ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի խորհրդի նիստին։ Խորհրդարանի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, ընդգծելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում ունեցած մեծ դերակատարությունը։ Քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջնահերթություններ են սահմանվել ապագա քայլերի մասին։ Նիստի ավարտին ազգային ժողովի նախագահը ստորագրել է հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի ստեղծման մասին կարգադրությունը։ Հեծից ազատվել են բացառապես այն աշխատակիցները, որոնք ստորին օղակներից մինչև ամենավերին օղակներ ուղիղ կամ անուղղակիորեն ներգրաված են եղել ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող հանգամանքների ու փաստերի մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Հեծից ազատվել են բացառապես այն աշխատակիցները, ովքեր որ ուղիղ կամ անուղղակիորեն ներգրաված են եղել ստորին օղակներից մինչև ամենավերին օղակներ ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի հատկանիշ պարունակող հանգամանքների ու փաստերի մեջ։ Դա առաջինը։ Երկրորդը, ազատվել են այն մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն եղել այդ պաշտոններում եւ առնվազն իմ հայեցողական եւ իմ թիմի հայեցողական վստահությունը չեն վայելել։ Եվ երրորդը, մի քանի տասնյակ դատական գործեր կան վիճարկելու այդ ազատումները, բայց չունեն գեթ 1 վճիռ, որով վերականգնման վճիռ կայացնի դատարանը։ Բոլոր դեպքերում որոշակի փոխհատուցման վճիռներ է կայացվել։ Ի օգուտ քաղաքացու, ի օգուտ մեր քաղաքացու Հեծից ազատված քաղաքացիներն էլ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն եւ պետությունը հանձնարարել է նաեւ նրանց համար։ Հարգելիս բոլոր միջոցները բացառապես հեծինն են, իսկ հեծում միջոցները ձևավորվում են մեր հանրության բաժանորդների կատարած վճարումներից։ Եվ ես առանձնատուկ ուզում եմ արձանագրել, որևէ վճիռ աշխատանքում վերականգնելու մասով այս պահին չունենք։ Իսկ այն վճիռները, որոնք որ արդեն առաջացանի դատարանները որոշակիորեն փոխհատուցման վճիռներ են տվել, բացառապես բոլոր վճիռները մենք բողոքարկել ենք վերաքննիչ ատյաններում։ 5 միլիոնից ավելի լիտր կոնյակի իրացում հայաստանյան միջազգային շուկաներում Երևանի կոնյակի գործարանում 2025-ն ամփոփել են պետական բյուջեն 5 միլիարդ 300 միլիոնով հարստացնելով։ Մենք միշտ աշխատել ենք թափանցիկ, միշտ աշխատել ենք համագործակցելով թե պետական մարմինների հետ, թե բիզնեսի հետ։ Գործակցության այս մոտեցումը պետությունը գնահատել է, ընկերությունը ստացել է պարտաճանաչ հարկ վճարողի հավաստագիր, երբ ֆինանսական աջակցության կարիք լինի, կկարողանան նոր միջոցներ ներգրավել արտոնյալ պայմաններով։ Բացի այդ օրենսդրական փոփոխությունների մասին անհատական ծանոթություններ են ստանում, դիմում բողոքները քննվում են առավել սեղմ ժամկետներում։ Օրինապահ հարկ վճարողները դա ինչ որտեղ վստահություն է ոչ միայն պետության կողմից, այլ նաև վստահության վկայագիր է բիզնեսի համար Հայաստանի Հանրապետությունում։ Օրինապահությունը տեսնող գնահատող այս մոտեցումը պետությունը 2021-ից է կիրառում, նպատակում վարքագիծ փոխելն է, հարկ վճարելը ընկալել ոչ թե ստիպված, հարկադրված գործողություն, այլ պարտադիր պայման պետությունն ուժեղացնելու համար։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետությունում արկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ նաեւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար։ Եվ հետեւաբար հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն։ Հիմա արդեն նոր փոփոխություններով ընդլայնվում է հավաստագրի արժանացածների արտոնությունների շրջանակը։ Նախ նրանց կցուցաբերվի անհատական սպասարկում։ Պեկում կունենան իրենց կցված սպասարկող աշխատակից, հարցերին կարձագանքեն ավելի արագ, հարկային համալիր, այսպես ասած բյուջեի ստուգումների ռիսկայնությունն էլ կնվազի։ Երբ որ կդիտարկվեն կազմակերպությունները եւ իրենք կլինեն օրինապահ, իրենց ռիսկերը պլանավորման ժամանակ 20%-ով կնվազեցվեն, ինչը նշանակում է, որ ավելի քիչ հաճախականությամբ իրենք կհայտնվեն համալիր ստուգումների ցանկերում։ Եթե նախկինում հավաստագիրը 1 տարով էր, հիմա այն դառնում է անժամկետ, ներդրվում է երամսյակային մոնիթորինգի համակարգ։ Կամավոր կարգապահությունը խրախուսելը ՊԵԿ-ի վերջին տարիների առաջնահերթություններից է։ Բանակցություններ, տետատետ, հեռավար շփումներ, ծանոթություններ, նոր տեխնոլոգիաներ, այսպիսի գործիքակազմով են փորձում հասնել նպատակին։ 2025 թվականին, երբ որ նայում ենք ֆիզիկական այցելությունների ընդհանրող ստուգումները, այդտեղ էական նվազման պայմաններում
հարկային մուտքերը բավական բարձր աճեր են գրանցել, անցած տարի մոտ 14%-անոց աճ ունեցանք, այդ թվում գերազանցեցինք հարկվճարողների հետ միասին պետական բյուջեով սահմանված ցուցանիշները։ Այս տարվա առաջին եռամսյակում էլ սահմանված թիրախները գերազանցել են 30 միլիարդ դրամ ավելի մուտքերը թույլ տվեցին բյուջեն վերանայել ու բարձրացնել օրինակ թոշակ նպաստները։ Փոխվել են 2026-ից ընդհանուր սպասումները, թիրախում հասնելն է 3 տրիլիոն դրամ եկամտի։ Հարկվճարողների հետ հանդիպումները շատ դրական ու տենց ոգևորիչ ֆոնի ներքո են անցնում։ Ու զգում ես իրենց արձագանքներից, որ իրենք գնալով բացվում են, իսկ բացվում են այն դեպքում, երբ որ գիտեն դիմացինը ավելի վստահելի է ու այդ վստահության տրանսֆորմացիան միանշանակ պետական եկամուտների կոմիտեն եւ պետությունը ապրում է։ Հետագայում հավաստագրման համակարգում ելի փոփոխություններ կլինեն կառավարության որոշումներով, ՊԵԿ նախագահի հրամանագրերով, առաջնահերթ ավելացված արժեքի հարկի վերադարձի հետ կապված օրինապահ ճանաչվածները դրանք կստանան ավելի արագ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումներին։ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան Ալեն Բերսեն շեշտել է Հարավային Կովկասն ունի իրական հնարավորություն եւ պատասխանատվություն շարժվելու երկարատև խաղաղության եւ կայունության ուղղությամբ։ Ալեն Բերսեի խոսքով հարաբերությունները կարգավորելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը կարեւոր են ոչ միայն երկու երկրի, այլև ավելի լայն տարածաշրջանի կայունության համար։ Հայաստանում շատ շուտով ընտրություններ են լինելու, կարծում եմ սա կարևոր պահ է ժողովրդավարական հասարակության համար։ Կարևոր են նաև հումանիտար հարցերը, այդ թվում պատերազմի համատեքստում։ Հուսով ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաջորդիվ կլինեն դրական քայլեր, այդ թվում պահվող անձանց հարցով։ Այս հարցն ակնհայտորեն ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական քննարկումների վրա։ Նաև մենք կենտրոնացած ենք, թե ինչ կարող ենք անել նպաստելու ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը բոլոր երկրներում։ Կտեսնենք ինչ տեղի կունենա Հայաստանում, սակայն այս համատեքստում ուզում եմ նշել, որ գրեթե ամեն ուր տեսնում ենք մանիպուլյացիայի, միջամտությունների եւ ապատեղեկատվության ռիսկեր, եւ սա վերաբերում է բոլոր երկրներին։ Բերսեի խոսքով այս ամենը հաշվի առնելով աշխատում են ապատեղեկատվության եւ միջամտության վերաբերյալ հնարավոր շրջանակային կոնվենցիայի վրա։ Պետք է միասին մշակենք գործիքակազմ հասկանալու ինչ կարող են անել կառավարությունները ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Սա կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, հավելել է եվրոպացի պաշտոնյան։ ԱՄՆ նախագահը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, որը լրանում էր այսօր։ Ես Պակիստանի խնդրանքով կերկարաձգեմ հրադադարը, մինչև Իրանն առաջարկ ներկայացնի եւ բանակցություններն այս կամ այն կերպ ավարտվեն, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նրա խոսքով Թեհրանը խնդրում է իրեն բացել Հորմուզի նեղուցը, սակայն դա տեղի չի ունենա, մինչև գործարք չկնքվի։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են արձագանքելու իրանական կողմի հնարավոր գործողություններին։ Այսօր Պակիստանում նախատեսված էր Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների հերթական փուլը, սակայն իրանական կողմը հրաժարվել է մասնակցությունից։ Ըստ իրանական մամուլի, երկրի իշխանությունը Միացյալ Նահանգների հետ շփումները համարում է ժամանակի վատնում։ ԻՌՆԱ-ի փոխանցմամբ Իսլամական Հանրապետությունն այս որոշումը կայացրել է Հորմուզի նեղուցի շրջափակման եւ ԱՄՆ չափազանց ու անիրատեսական պահանջների պատճառով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է բարձր պատրաստականության ռեժիմում են եւ անհրաժեշտության դեպքում կշարունակեն ռազմական գործողությունները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմական ակտ է ու այդպիսով արդեն հրադադարի խախտում է։ Ապրիլի 23-ին նախատեսված է Իսրայել-Լիբանան բանակցությունների երկրորդ փուլը, որը տեղի կունենա Վաշինգտոնում երկու երկրի դեսպանների մակարդակով։ Հանդիպմանը կմասնակցի նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Օրակարգում են Իսրայելի եւ Լիբանանի միջև հարաբերությունների հնարավոր բարելավումը եւ Հեզբոլլահի զինաթափումը։ Ավելի վաղ Լիբանանում հրադադար էր հայտարարվել, սակայն վերջին ժամերին Ցահալը եւ Հեզբոլլահը կրկին հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Լիբանանյան շարժումը մեղադրել է հրեական պետության ուժերին հրադադարը խախտելու համար, հայտնելով, որ վերջին օրերին արձանագրել են նման արդեն 200 դեպք։ Զլմների տվյալով Լիբանանի բնակիչները լքում են երկրի հարավը եւ հեռանում դեպի հյուսիս, մասնավորապես Բեյրութ։ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվն արդեն հատում է 2400-ը։ Այս ֆոնին Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի վարչապետին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հրադադարին հետևելու կարևորությունը։ Նա աջակցություն է հայտնել Լիբանանի տարածքային ամբողջականությանը եւ այն պաշտպանելու իշխանությունների ջանքերին։ Մակրոնի համոզմամբ Լիբանանում խաղաղության հասնելու համար հարկավոր է, որ Իսրայելի ուժերը դուրս բերվեն երկրի տարածքից, իսկ Հեզբոլլահը զինաթափվի։
Ուկրաինան ավարտել է Դրուժբա խողովակաշարի վերանորոգման աշխատանքները, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին, հավելել այն կարող է վերագործարկվել։ Թեև այժմ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ռուսական հարվածները նավթամուղի ենթակառուցվածքներին չեն կրկնվի, մեր մասնագետները պայմաններ են ապահովել խողովակաշարի համակարգի եւ սարքավորումների աշխատանքի վերսկսման համար, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Նրա կարծիքով Դրուժբայի վերագործարկումը նպաստել է, որ եվրոպական որոշ երկրներ հավանություն տան Ուկրաինայի համար աջակցության փաթեթի, ապա արգելափակմանը։ Ավելի վաղ Եվրամիությունն Ուկրաինային ֆինանսական եւ տեխնիկական աջակցություններ առաջարկել Դրուժբայով Հունգարիա եւ Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները վերականգնելու համար։ Կիևը համաձայնել էր, Վոլոդիմիր Զելենսկին կրկնել էր, որ նավթամուղը վնասվել է ռուսական հարվածներից։ Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարները սակայն Դրուժբայով տարանցման սահմանափակումը համարել էին Կիևում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշում, այլ ոչ ռուսական հարվածների հետևանք։ Դիանա Գասպարյան։ Էրեբունի վարչական շրջանի բանուկ փողոցներից մեկը Տիտոգրադյանը մեծ շինհրապարակի է վերածվել։ Յոլիաջուր ընկերությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ հին ու քայքայված կոյուղագծերն են նորերով փոխարինում։ Տիտոգրադյան փողոցի մաշված կոյուղագծի հետևանքով հաճախակի են խցանվում նաև Ավանեսովի երկրորդ նրբանցքի 160 դպրոցի ու թիվ 10 մանկապարտեզի հարակից շենքերի կոյուղագծերը։ Գրեթե ամեն շաբաթ Յոլիաջուր ընկերության աշխատակիցները այս հասցեներից կոյուղատարի, վթարի ու խցանման ահազանգեր էին ստանում։ Իսկ քանի որ Երևանի քաղաքապետարանը Տիտոգրադյանում միջին նորոգման աշխատանքներ էր նախատեսում, ուստի որոշվեց զուգակցել բոլոր խնդիրները, որպեսզի ասֆալտապատումից հետո նոր խնդիրներ չառաջանան։ Միաժամանակ փոխարինվեր Տիտոգրադյան փողոցի մոտ 200 մետր հատված խնդիր ունեցող եւ դպրոցի ու մանկապարտեզով տարածքներով անցնող կոյուղատարի փոխարինման աշխատանքները։ Ընդհանուր երկարությունը կազմում է 700 գծամետր, որից 200-ը Տիտոգրադյան փողոցում, 500-ը բակային հատվածներ, որով կլուծվի դպրոցի եւ մանկապարտեզի տարածքով անցնող կոյուղատարերի խնդիրները։ Բայց խնդրի լուծումը այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Կոյուղատարը անցնում է մոտ 5 մետր խորությամբ, որի վրա տարիներ առաջ ավտոտնակներ են կառուցվել։ Հասանելիություն չկա նաև դիտահորերին։ Խնդիրը կլուծվի շրջանցող կոյուղատար կառուցելով։ 200 մետր իրականացվելու է 400 մմ խողովակներով, 500 մետր իրականացվելու է 300 մմ խողովակներով, բակային հատվածը 300 մմ-ով է։ Նախկինում գործողը 200-ից 300 մմ-ը տարբեր տեղեր, տարբեր տրամաչափի։ Հիմա ներկայումս փոխարինվում է ամբողջականը 300 մմ նոր ծալքավոր խողովակներով։ 700 մետր, 4 մետր խորությամբ բարդ աշխատանքներ է։ Մեր նկարահանման պահին էլ Ավանեսովի երկրորդ նրբանցքում կոյուղին խցանված էր, սակայն որևէ աշխատանք Վիոլիա թիմը չէր կարողանում անել, քանի որ կոյուղագծերն ու դիտահորերը հայտնվել են շինությունների տակ։ Տարիներ շարունակ այս խնդրից դժգոհող բնակիչները իրականացվող աշխատանքները տեսնելով հույս ունեն, որ ի վերջո այս խնդիրը կլուծվի։ 25 տարի այս կոյուղի խնդիրը կա։ Ոսպերում էքստեան ու խցանումը, հիմա այս խցանումը վերացնելու համար ուրիշ եկել են նայել են, շոշի վրից արդեն առանձին գիծ է քաշում։ Ոնց որ գործին ընթաց կատարվել։ Անընդհատ է խցանվում է։ Ջուրը փողոցի վրա է, շենքի տակը ջուր կա, մանկապարտեզի մոտ է կա խցանում, ամեն ինչ կա, սաղ կա, ամեն ինչ այդ հոսում է ջուրը փողոցով գալիս է։ Բնակչի բարձրացրած հարցերին տեղում արձագանքում է Վիոլիաջուր ընկերության ներկայացուցիչը։ Բնակչի բարձրացած հարցերին կարող եմ կարճ պատասխանել, որ ներկայումս հենց Տիտոգրադյան փողոցինը փոխարինելով շենքերի նկուղում գտնվող ջրերի հարցը կարգավորվել է։ Կոյուղատարը սկսելու է աշխատել նորմալ բնականon հունով եւ շենքի նկուղներում այլևս ջրի կուտակում չի լինելու։ Իսկ այս հասցեներում կոյուղու խնդիրները մի քանի պատճառ ունեն։ Նախ որովհետև խողովակներն էին մաշված, հետո նաև խցանումները բացելիս պարզվում է, որ այնտեղ հայտնվում են իրեր, որոնց տեղը ոչ թե կոյուղատարն է, այլ աղբատարը։ Կոյուղատարի մեջից հանվում է տարբեր կենցաղային աղբ, ամեն ինչ, շիշ, կանեստր, կենցաղային սավաններ, շորեր, արտահակ, ինչ ասեք, մարդու մտքով ինչ անցնում է, մենք կոյուղատարից հեռացնում ենք, որը նախատեսված չի իհարկե դրա համար։ Դրանից է լինում խցանումներ, բարդություններ, հնարավոր չի լինում սպասարկել։
Տիտոգրադյան փողոցում արդեն իսկ փոխարինվել է 150 մետր հատված։ Առաջիկա օրերին աշխատանքները ավարտելուց հետո տեխնիկան կտեղափոխվի Ավանեսովի երկրորդ նրբանցք։ Նախատեսվում է մոտ 1 ամսից ավարտել ամբողջ աշխատանքն ու կոյուղին դարձնել լիարժեք աշխատանքային։ Սա Վիոլիաջուր Երևանի քաղաքապետարան համագործակցության հերթական աշխատանքն է։ Մոտ 1 ամիս առաջ համատեղ նաև Սարիթաղի 27 ու 15 փողոցների քայքայված ու մաշված կոյուղագծերն են փոխարինել։ Սակայն այս բոլոր աշխատանքներում ամենակարևորը բնակիչների իրավագիտակցության բարձրացումն է։ Կարևոր է գիտակցենք այս հսկայածավալ աշխատանքների դժվարություններն ու մեծ ծախսերը եւ նպատակային օգտագործենք կոյուղին, որ այն հնարավորինս երկար ծառայի։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան։ Հրդեհի բռնկում, քաղաքացիների ու աշխատակիցների տարհանում, ամոնիակի արտահոսք։ Այս ամենն ուսումնավարժանքի սցենարն է, որն անցկացվում է Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշեն սահմանային անցման կետում։ Իրավիճակը պայմանական է, սակայն բոլոր քայլերն իրականացվում են ինչպես իրական արտակարգ իրավիճակում։ Փրկարար ծառայության ներկայացուցիչների օգնությամբ դադարեցվում է ամոնիակի արտահոսքը, իսկ հրդեհը սկզբում մեկուսացվում, այնուհետև ամբողջությամբ մարվում է։ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատակիցների կազմակերպումն ու իրականացումը սահմանային անցակետում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրաված են Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի եւ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի աշխատակիցները։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության, զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության եւ հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի, Բագրատաշենի սահմանային անցակետի անձնակազմի ներկայացուցիչները, որոնք ներգրաված են կազմակերպչական աշխատանքներում մյուս գերատեսչությունների գործընկերների հետ, ամենն արել են, որ ուսումնավարժանքն իր նպատակին ծառայի։ Իսկ նպատակը կատարելագործել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցությունն ու գնահատել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի պատրաստվածության մակարդակը։ Միջոցառման ընթացքին հետևում են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, մաքսանեգության դեմ պայքարի վարչության եւ մաքսային ստորաբաժանումների ղեկավարները։ Ուսումնավարժանքն ավարտված է, կազմակերպիչներն այն դրական են գնահատում ու եւս մեկ անգամ շեշտում, որ արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքն ու համակարգված աշխատանքը վճռորոշ են մարդկային կյանքեր փրկելու գործում։ Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը գեներալ դոկտոր Հասան Հադիլազիզ Ալիի գլխավորությամբ Հայաստանում էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդերազգային բնույթը, դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։ Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։ Արթուր Բարսեղյանի խոսքով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ եւ քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։ Գեներալ Հասան Հադիլազիզ Ալին շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների եւ երկրների հետ սերտ համագործակցությունը։ Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան, նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությունը։ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացնելով ստորաբաժանման կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները անդրադարձել է ոլորտային առավել նեղ մասնագիտական թեմաներին։ Պատվիրակությունն այցելել է նաև ներքին գործերի նախարարության կրթահամալիր։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը հյուրերին է ներկայացրել կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, առանցքային ուղղություններով կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունն ու ոլորտային այլ մանրամասներ։ Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։